Արցախի հուշարձանների հետ կապված Հայաստանի իշխանությունները ասում են, եթե մենք անդրադառնանք այդ թեմային, մասնավորապես քանդում են եկեղեցիները, ապա կսադրենք եւ կփչացնենք խաղաղության գործընթացը։ Շնորհակալություն։ Նախ եւ առաջ պետք է փչացնել այն, ինչ կա։ Այն ինչ որ ասում են խաղաղության գործը, դա գոյություն չունի։ Դա փաստորեն մենք հստակեցնենք, որ չունենք ոչ պայմանագիր, ոչ էլ պայմանագրից որևէ փաստաթղթեր։ Ես ուսումնասիրել եմ, թե ինչպես են տեղի ունենում այդ խաղաղության մասին այդպիսի գործընթացները։ Գիտեք, դժվարագույն այդպիսի մի գործընթաց է, որտեղ որ մշակվում են բավականին շատ փաստաթղթեր, որովհետև միայն հռչակագիրը, ստորագրած անգամ արդեն հայտնի իր միջազգային իրավունքի հանդեպ արհարմարական վերաբերմունքով Տրամպից, դա բոլորովին բավարար չի։ Հնարավոր է, որ մենք մի օր արթնանանք եւ հստակեցնենք, որ այն ինչ արտահայտել է նահանգների նախագահը, կոչվում է America is first, այսինքն առաջինը Ամերիկան է, ոչ թե խաղաղությունն է, ոչ թե միջազգային իրավունքն է, ոչ էլ արդարությունն է։ Նա հստակ ասում է մի բան, որը իդեպ չի կարողանում իրականացնել։ Դուք գիտեք, որ հիմա միջև անգամ նահանգներում բավականին շատ բողոքներ են, որովհետև թանկացումները այնտեղ ահավոր են։ Հիմա անդրադառնանք մեր խաղաղությանը։ Մեր խաղաղությունը հնարավոր չէ համարել այդպիսինը, որովհետև մենք այսօր ապրում ենք մի վիճակում, երբ որ հնարավորություն ունենք տեսնելու ոչ միայն Հայաստանի իշխանության կարծիքը, այլև Ադրբեջանի, այլև Թուրքիայի, այլև Պակիստանի եւ այլ պետությունների, ու մենք տեսնում ենք, որ այս ամենը խոսակցությունները, որոնք խոսում են խաղաղության մասին, որոնք խոսում են միջանցքի կամ կոմունիկացիայի մասին, ամբողջովին մի բանի մասին են խոսում։ Դա կապիտուլյացիայի շարունակությունն է, կապիտուլյացիայի, որը տեղի է ունեցել 20 թվականին, որը եղել է պայմանավորված, որովհետև այսօր ես ավելին ունեմ փաստարկներ դա հաստատելու, քան 20 թվականին։ Իրապես, եթե ընթերցեք բոլոր ելույթները, ապա կտեսնեք, որ այսօրվա վարչակազմի ղեկավարը խոսում են նրա մասին, որ մենք պետք է նախապես 18 թվականին ասեինք, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Նա խոսում են նրա մասին, որ վերջապես Հայաստանը, այսպես կոպիտ ասած, ազատվեց այդ բեռից։ Այսինքն որևէ մի պատահական բան չի եղել, դա եղել է ծրագրված եւ այդ ծրագիրը իրականացվում է մինչ այսօր, ահա այսպես կոչված խաղաղության այս գործընթացով, որը նշանակում է, որ Հայաստանը դարձնում է հստակ դարձնում են Թուրքիայի կամ նրա կցորդ Ադրբեջանի օգտագործման տարածք։ Ավարտեցիք։ Այո։ Տիկին Ալավերդյան BBC-ին գրում է, որ մեջբերում եմ Եվրամիության անդամակցության համար ժամանակացույց, պաշտպանական պարտավորություններ կամ ռուսական գազը փոխարինելու որևէ ծրագիր չկա այստեղ։ Իհարկե։ Իսկ այս 8-րդ գագաթնաժողովը, եթե հիմնարար հարցերը չեն քննարկելու, ինչի մասին է եւ ինչ օգտակարություն է ունենալու Հայաստանի համար, ոչ թե Հայաստանի իշխանության։ Այո, շնորհակալություն։ Ուրեմն Հայաստանի համար դա նման է այն հուլունքներին, որոնք ժամանակին այդ գաղութատերները մտնում էին որևէ պետություն, օրինակ Աֆրիկայի պետություն, եւ հուլունքներով խափում էին այդ տեղի բնակիչներին, մտնում էին, հուլունքը պես ասած նվիրում էին եւ հետագայում ամբողջովին օգտագործում են այդ երկրի այն ռեսուրսը, որը կար, տվյալ դեպքում մեր ռեսուրսը եւ աշխարհաքաղաքական դիրքն է, օգտագործելու են հոգուտ, վերին աստիճանի կասկածելի եւ կարճամիտ այսպես կոչված քաղաքական եւ աշխարհաքաղաքական նպատակներին։ Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար, այն ինչի համար այսօր պայքարում է Եվրամիությունը, դա կարճատես եւ
կասկածելի նպատակներ են։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Այսինքն Այսինքն մենք ակցիաներ են մեկնարկում։ Ինչպես? Ակցիաներ են շարունակվում։ Այո, ակցիաները շարունակվելու են։ Ես շատ անգամ ինձ ասում են, Տիկին Լարիսա, դուք գնում եք, մասնակցում եք, ինչ է դա տալիս։ Դա տալիս է մարդու արժանապատվությունը, կներեք, էլի ամեն անգամ ասում եմ, ոնց կարելի է այդպես վարվել։ Այո, այո, եթե դու ունես արժանապատվություն, համաձայն ես, դու պետք է արտահայտես դա, թե ինչ է տալու։ Տալու է քեզ մարդ լինելու այդ զգացումը։ Հակառակ պարագայում իր ես, այդքան բան։